исчезнут списки, когда не станет встреч однополчан. К взметнувшемуся в небо обелиску шагнет один последний ветеран. Один за всех, один во всей вселенной, пройдет к огню, медалями звеня. Собрав все силы, встанет на колено, сверкнут награды отблеском огня. Последний ветеран пришел в последний раз, ему уже за 100, и пробил его час. На память ратных лет оставил он для нас, чтоб жили за него, чтоб свет наш не погас. Стальной канат, протянутый сквозь время. Սիրելի կոլեկտիվ 186-րդ մանկավարժներ, աշակերտներ, բոլորիդ կոլեկտիվ, բոլոր անդամներին ողջունում եմ Սարուխանի հյուրընկալ իմ սիրելի Սարուխանում։ Բարով եք եկեք։ Շնորհակալություն։ Ձեզ օրհնություն երկար տարիների կապ, հոգեբորտերի քննությունը արև ինի։ Արողջում։ Ձեր ասել խոսքով կլինի։ Բարեց սասույնն ու ողջ աշխարհը հիացավ, բարեց սասույնն ու ողջ աշխարհը հասկացավ, որ բար չեսա, այն մի երկրի քաջ պատմություն, որ պատմությունն անգամ ունի հպատություն, երբ չի ախտի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով պարել պիտի, հասկացան ու ասին իլուր ողջ աշխարհի, հավարեք ես սասուն, պարիր, պարիր, դու դեր երազուն ես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեր հանելու, պարիր, դասպան ներքո ձերքի է կարոտում, սասա հողավարու հերկի է կարոտում, պարիր, միչև ողջ հայերիդ ման պարես, և այս վարը, բացից լենալ լանջիդ պարես։ Պարում էին այնպես ուժգին, այնպես թափով, շռնդալից, որ թվում էր ոտքովել են հաղթանակի սալյուտ տալիս։ Դոփում էին գետին այնպես, որ ասես ձայնը ոտքերի, ուզում էին գնար հասներ լեռնաշխարհը Հայաստանի։ Հայերն այդպես պարում էին հաղթանակած, մտած Բերլին, պարում էին ավանդական ու հաղթական մեր Քոչարին։ Երեխաներին ողջունել Սարուխանում
մեր հյուրընկալ երրորդ դպրոցում մենք ինչ գործ որ սկսել ենք աղոթքով ենք սկսել։ Պատերազմ ենք գնացել աղոթքով, դպրոց ենք գնացել աղոթքով, ընտանիք ենք կազմել աղոթքով, ի վերջո այդ նույն աղոթքով նաև գնում ենք առ Աստված։ Լավ ու բարի գործ ենք ձեռնարկ ենք սկսել, խնդրեմ իրար հետ միասին հայր մերը ասենք, բոլորով միասին երեխեք ջան, խաչակնքվենք, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, սուրբ Երեսյան, Սավատացելոց Քրիստոս Աստված մեր, պայա պաղպանյա ուրտնյազգս հայոց, եկեղեցին Հայաստանյայց ու ներքանկացյալ, հավատավոր, աշակերտական և ուսուցչական կազմս, ընդհովանյավ սուրբ և պատվական խաչիկ ու խաղաղության, հրկյա ազատյա երևելի աներևույթ շտամյաց, արժանավոր յակողությամբ փառավորել, ըստ քեզ ընտոր և սրբող գույթ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելի ներկաներ, մենք տարիներ առաջ Շուշի ազատագրման նշել առաջիկայում մեծագույն հաղթանակների ակնկալիքով, որը պիտի կերնենք միասին ձեռքի տված ուսուսի տված, Աստված զորավի կազմած պահապան։ Հարգելի հյուրեր, աշակերտներ, այսօր հավաքվել եք մենք նշելու հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այսօր մեզ հետ են կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Տիկին Վարդինե Դադոյանը, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Տիկին Գայանե Լալազարյանը, Սարուխանի առաջին, երկրորդ միջնակարգ դպրոցի, երկրորդ մանկապարտեզի տնօրենները, կներեք որ հատվածին ինչպես նաև մեզ են հյուրընկալվել Երևանի 186 հիմնական դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը, դպրոցի տնօրեն Տիկին Մարինե Քոչարյանի ղեկավարությամբ։ Եվ ամենակարևորը մեզ հետ է նաև հարգարժան 104-ամյա վետերան, մեր համար հարազատ դարձած ընկեր Մեխակ Ավետիսյան։ Տոն, որ ծնունդ առավ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու այլյամբ։
Նրանց շարքերում են նաև հայ ռազմիկները, որոնցից շատերը փառքով պսակեցին իրենց անունները։ Լրացավ նաև Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Հայ ազատամարտիկների իրականացրած փայլուն գործողությունների արդյունքում ազատագրվեց անառիկ համարվող այդ բերդաքաղաքը, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտում։ Կրկնակի տոնի կապակցությամբ մենք շնորհավորում ենք բոլոր վետերաններին, մաղթում քաջառողջություն եւ հաջողություններ անձնական կյանքում, միաժամանակ գլուխ խոնարելով, թե հայրենական մեծ պատերազմում, թե Արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակի առջև։ Անգնահատելի հերոս, կյանքի ուսուցիչ, հարգարժան Մեխակ Ավետիսյանին։ Հարգելի մասնակիցներ, այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է։ Ապրել եմ 104-րդ տարում եմ մատել
Սակայն դարբնություններ շատ են տեսել, ուրախություններ են եղել, ամեն ինչ տեսել են, հիմա արդեն ուրախանում եմ սեզոնով իմ սիրելի կոլեկտիվներ, 146-րդ դպրոցի կոլեկտիվ, աշակերտական ուսուցչական կոլեկտիվներ, Տիկին Մարինե Քոչարյանի գլխավորությամբ ողջունում եմ ձեզ այստեղ, իմ կոլեկտիվը։ Իմացեք, որ այս կոլեկտիվը, երրորդ դպրոցի կոլեկտիվը, համար մեկ դպրոցի զավակն է, երկրորդ դպրոցի կոլեկտիվը, նույնպես համար մեկ դպրոցի զավակն է, ես ուրախանում եմ այն երեք կոլեկտիվներով, այսօր արդեն ես ունեմ չորրորդ կոլեկտիվը, դա 146-րդն է, քույր դպրոց, ես միշտ ուզում եմ տեսնել միասին, հաջողություն ձեզ ուսման գործում, ամեն ինչում։ Սիրելի մասնակիցներ, 8 անգամ հայրենի հողի վրա նշել եմ հոբելանական հաղթանակը, 16 անգամ մասնակի էր, այդ ամեն տարի, 80 տարի, միշտ Սարուխանում, Հայաստանում որտեղ եղել եմ, նշել ենք հաղթանակի 6 տոնը։ Հաղթանակին ես տիպավորել եմ հաղթանակը 1945 թվականի մայիսի 9-ին Լատվիայի Վիլյանի քաղաքի տարածքում, այնտեղ որտեղ սկսվում էր Կուրլանդիայի թերակղզին, այդտեղ Կուրլանդիայում ամսի 9-ին, 10-ին, 11-ին և 12-ին անգամ կռիվը չէր դադարում, այնտեղ կռիվ է, ինչ կռիվ է, գերմանացիները բոլորը ծնկի էին եկել, այո ծնկի, սակայն այդտեղ եղած գերմանական զորամասերը ելքի ճանապարհ չունեին, ուզում էին Բալտիկայի ջրերով հեռանալ ինչ-որ միտեղ, սակայն նրանց չհաջողվեց, ճիշտ է, շատ զոհեր եղան, բայց նրանք բոլորը իրենց գտան Բալտիկայի հատակում, հաղթանակի տոնը մեծ տոն էր, աշխարհի խաղաղ ժողովուրդները նշում էին այդ տոնը, այսօր են նշում, և նրանք ժառանգները կնշեն այսուհետ ևս, սակայն երկրների ղեկավարները ինչպես նախագահ դառնալու համար իրենը զոհող Թրամփը հնդիկ քաղաքագետը, որը Անգլիայում դարձավ վարչապետ, նրանք ուզում են օրերը փոխել, հաղթողին փոխել, այնի ասում Թրամփն ասում է ամսի 8-ին հաղթանակը, հաղթել է Ամերիկան, ոչ, Ամերիկան չի հաղթել, ճապոնացիները հենց կռվի առաջին տարին բավականին զոհերով գրավեցին նրա կղզիները Խաղ օվկիանոսում, իսկ Անգլիան նույնպես չի կարող հաղթանակի տեր դառնալ, քանի որ երբ գերմանական հետախուզության գլխավորը հերսը թռավ Անգլիա, վերադարձավ ու երևս 40 թվականին սկսեցին գնդակոծել Անգլիա, այնպես որ նրանք ստիպված էին ձեռ մեկնել սովետականությանը քիչ շատել, որպեսզի իրենք պատնեին, այնպես էլ եղավ, սովետական զորքերը հաղթեցին, հաղթեց աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդը, խաղաղություն ցանկացող ժողովուրդը, զոհեր շատ եղան, 300,000 հայ զոհվեց, միլիոնների ասած զոհերի քանակը, սակայն հաղթանակը կրվեց, այո, անկիշտ թողնչեն բոլոր զոհերը, անկիշտ թողնչեն բոլոր վետերանները, որոնք ճիշտ են եկան, հաղթանակը տեսան, արարեցին, շնացրին Հայաստանում իրենց երկրները, սակայն նրանցից շատ քիչերն են մնացել, նրանցից մեկն էլ երևի ես եմ։ Սիրելի հարազատներ,
ծանր էր հաղթանակի կրելու պայմանը։ Այո, շատ ծանր, միլիոններ կորցրեց հաղթանակ բերող զորքը, պետություն, այո, և ճիշտ է դառնում, լավ եմ նշում։ Ես խորհուրդ կտայի աշխարհի բոլոր քաղաքագետ պետության ղեկավարներին, ինչպես ասենք տրամադրություններն կամ որևէ թեկուզ Հայաստանում, որոնք պետության ղեկավար դառնալով չպետք է մոռանան, որ իրոք ժողովուրդը այդ ժամանակ հերոսություն ծափերեց, որ նրանք խաղաղություն հաստատեցին աշխարհի վրա։ Թող բոլորը ողջունեն այս մեծ օրը, այս ուրբենանական օրը 80 տարի խաղաղ ապրել են։ Թող բոլորը ողջունեն և ասեն, որ կորչի պատրաստը, թող երբեք պատրաստ չլինի, թող վետերան բառը վետերան բառ մնա։ Ձեզ բոլորի տարողություն եմ ցանկանում։ Երկար տարիների կյանք իմ սիրելիներ, իսկ ես երբեք կլինեմ, երբեք չեմ լինի, ձեզ հետ եմ, իմ սիրելի այս ժողովրդի հետ։ Առողջություն ձեզ բոլորի։ Զոհվածների պայծառ հիշատակի, թանկ նվաճված հաղթանակի, պատերազմի չսպիացող վերքերի 80-ամյակն է այսօր։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի վետերաններ, այսօր մենք հավաքվել ենք նորելով հաղթանակի 80-ամյակը, որը դարձավ ոչ միայն մեր պապերի հայրերի քաջության, այլև վարկայի տոկունության և հաղթանակի վկայության։ 1418 օր գիշեր այնուհետ մարտերը ուղղեց սովետական մեր ժողովուրդը ֆաշիստական հորդանների դեմ։ Երկրորդ համաշխարհային ամենախոշորն էր պատերազմների տարեգրության մեջ։ Մայիսին հաղթանակի խաղաղության և մեր պատմության փառահեղ էջերից մեկն է։ Այսօր մենք խոնարհվում ենք մեր հերոսների առջև, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս փառավոր հաղթանակը։ Պատիվ նրանց, ովքեր իրենց ուժը, արյունը և կյանքը չխնայեցին մեզ համար ապահովելու խաղաղ երկինք։ Մենք պարտավոր ենք հիշել, հարգել և փոխանցել գալիք սերունդներին այս պատմությունը, որպեսզի խաղաղությունն ու ազատությունը միշտ լինեն մեր հայրենիքում։
կեցեն մեր վետերանները, կեցե մեր հաղթանակը։ Մեծ այլենականի Սարոխանը 1200 զինվոր տվեց, նրանց 400-ը չվերադարձան։ Գյուղի բարձունքում կառուցված զինվորի հուսարձանին ամեն տարի մայիսի 9-ին համայնքացիների կողմից խոնարհվող ծաղիկները նրանց սիրո և կարոտի ելևէջներով է բարված։ Հայ մարտիկները նաև իրենց հավաքական ուժի շնորհիվ հաղթեցին 1992 թվականի մայիսի 9-ին, ազատագրելով Շուշի։ Նրանցից շատերը իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։ Այդ 11 մարտիկներից 9-ը սարուխանցիներ էին։ 2020 թվականին 44-րդ պատերազմին հանուն իրենց հայրենիքի խնայեցին 3 սարուխանցիները, հայկական հողերից և հայկական հողերի ևս մեկ անգամ սրբացնելով իրենց արյունը։ Պահպանի Ջեհույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահիր պահպանիս Հայաստան աշխարհս, քեզ հավատացող և քեզ հուսացող հայ ժողովուրդը, անթողանյան սուրբ և պատվական խաչի մտքովի բարության, հրկյա վերևելի իվաներով թշնամուն, արժանավորյա գորության փառով է, ասես անթող միոն սրտորույն, այժմ և միշտ և հավնյանս, հավինենից, ամեն։ Let's go.
համար տվիր կյանքը քո, դու անմահացար, քո սիրտն է այրվում, ինչպես անթառան հրեղայի կոկո։ Մենք ուշ շարքերով այսի ենք գալիս, խոնարհաբար երդումներ տալու, որ անունը քո հայոց զինվորի հուշերու մարդկանց երբեք չմարի։ Ու մենք հայրենի հողի անունից երդում ենք տալիս, սիրել աշխարհի գալիքն ու ներկան, որ ամեն տարի շիրմին ձերանան, ծաղիկներ դնենք, թարմ ու անթառավ, երդում ենք ահա լեռներով քորուց, քո աղբյուրների զվարթ ձայներով, բոլոր զոհերի հուշարձաններով, քո հաղթանակի զորավոր հիմնով, անմոռանալի մայիսի հիմնով, ու եթե նորից մրիկ բարձրանա, մայիսի հիմնով պիտի վերջանա։ Նորից մայիս է, հաղթանակած մայիս, գեղեցիկ է գարնանային օրերն ու տոները, բայց ուրիշ է այսօրվա խորհուրդը, այսօր օրն է հաղթանակի, օրն է փառքի ու պարծանքի։ Մայիսյան օրը հաղթական, վառ, հիշում ենք ձեզ վետերաններ քաջ, խոնարհվում ենք լուր ձեր առջև այսօր, ձեր անունները հավերժ են բոլոր։ Դուք անցաք պատերազմի բոցերի միջով, ձեր ոտնաերքերով ողը սրբացավ, ձեր քաջության երկը դարեր բարձանա, արմացան ճամփան ձեզ հետ կմնա։ Ձեր ձեռքերում զենք էր, բայց սրտում սեր, հանուն հայրենիքի աննկուն երդում, ձեր աչքերում փայլում էր արև, որին հաղթանակով լույս տվեցիք դուք։ Այսօր մենք ապրում ենք խաղաղ, ձեր սթակների շնորհիվ վետերաններ, յուրաքանչյուր ծաղիկ ձեր անուն է տալիս, յուրաքանչյուր ձերուն խոնարհվում է։ 80 տարի որոչում է որպես հաղթանակի և խաղաղության երգ, 80 գարուն, որ մեր երկիրը տեսավ նոր արևածագերով,
80 տարի, որ մեր սրտերում պահում ենք մեր հերոսների անունները։ Այսքանը պարտավորեցնում է ոչ միայն հիշել անցյալը, այլև պահպանել խաղաղությունը, արժևորել մեր պատմությունը և փոխանցել այս հիշողությունը մեր գալիք սերունդներին։ Թող հաղթանակի ոգին միշտ մեզ հետ լինի, մեր երկրին ու ժողովրդին կալապուր ու բարօրություն։ Փառք հերոսներին, հաղթանակ պարգևողներին և նրանց հիշատակի առջև խոնարհվող բոլորիս։ Մայիսի 9-ը հավերժ ապրող հաղթանակի օր։ Հարգելի վետերաններ, սիրելի ներկաներ, պատանի սերունդ։ Այսօր մենք ևս մեկ անգամ վերապրեցինք մեր պատմության ամենափառավոր էջերից մեկը, հաղթանակի 80-ամյակը։ Մենք հիշեցինք մեր հերոսներին, խոնարհվեցինք նրանց սխրանքների առաջ և մեր սրտերում վաղ պահեցինք հաղթանակի ոգին։ Եկեք միասին սրբազան ծովով, արյունով ներկված մեր այս սուրբ հողով, մեր մատաղ սրտից ծնված ներվողով ասենք բարձրացային, փառք զոհվածներին, անմահներին փառք, հավերժ փառք։ Շնորհակալություն բոլորին այս միջոցառման մասնակցելու համար։ Փառք մեր հերոսներին, փառք մեր հաղթանակին։ Թող խաղաղությունը լինի հավերժ, հաղթանակը մերն է, հաղթանակը հավերժ։
եկեղեցիները պատրաստի արտահայտություններ շարելու համար, ուղղակի վստահ խոսքեր ասելու համար, այլ զրուցելու, սովորելու համար։ Բանն այն է, որ դեռևս 3 տարի առաջ մեր մայրերի հայկական դասին, երբ ուսումնասիրում էինք Ստեփան Զորյանի պատմվածքը, պապի ու թորան հարաբերությունները, քննարկում մեծերին կազմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նրանց անգնահատելի դերը մեր կյանքում։ Հիշումը, մեր ուսուցչուհի ոգևորված և զարմացած սկսեց պատմել Մեխակ Ավետիսյանի մասին, ու ինքն էլ դեռ չէր ճանաչում, ու մասին ինքն էլ էր նոր լսել, բայց նաև ասաց, որ մի օր անպայման կհանդիպենք նրան։ Մենք այնքան հետաքրքրությամբ էինք լսում, որ շատ ուզեցինք հանդիպել պապին, հետո իմացանք, որ նա գալու է մեր դպրոց, բայց դահլիճը փոքր էր, ցանկացողները շատ, և մեզ այս ոչ բոլորը կարողացան հանդիպել։ Դե փոքր էինք, իսկ հիմա արդեն եկել եք ձեզ սյուր։ Այս 3 տարիների ընթացքում այնքան հարց ունենք կուտակած, որոնց պատասխանները հաստատ կլսենք Մեխակ Ավետիսյանի հետ զրուցելիս։ Մեկ դար բոլորած, ամբողջ կյանքում պատվավոր գործեր կատարած մարդը, որը առանձնանում է իր փայլուն հիշողությամբ, ճարտար խոսքով, որքան դաս մեզ կարող է տալ, կյանքի դաս, ոչ գրքային, կենսափորձով իմաստացած դաս։ 1922 թվականի հունվարի 15-ին է ծնվել Սարոխան գյուղի արժանավոր զավակ, հայրենիքի պաշտպանության և կառուցման ակունքներում մշտապես կանգնած, զինվոր և մանկավարժ Մեխակ Ավետիսյանը 2019 թվականին ճիշտ նույն օրը հունվարի 15-ին նա հայոց բանակ ճանապարհեց իր ծոր Հակոբ Աբրահամյանին։ Ցավոք Հակոբը ընկավ Արցախյան 44-օրյա պատերազմում, անասելի վիշտ թողնելով իր ծնողների ու հարազատների սրտերում, և այժմ մնում է մեկտեղել ցավն ու հպարտությունը, փառաբանելով այն հզոր գենը, որ հայրենիքի հերոս պաշտպան պապից անցել է իր սերունդներին։ Մենք հիմա կերքենք թռչեի մտքով տուն երգը, խնդրում ենք, երգեք մեզ հետ։
զավակի գիրքը գնելու նպատակն մարդասիրական էր, հավերժացնել Հակոբի հիշատակը, նաև թողնել նրա և մյուս որդեգորույս ծնողների։ Մենք պետք է մեր մեջ աստիճանաբար ուժ գտնենք, հաղթահարելու մեզ հասած ծանր ցավը, շենացնելու և հզորացնելու հայրենիքը, որպեսզի գալիք սերունդներն ապրեն միայն խաղաղության մեջ։ Ասել է Մեխակ Պապը, նա, ով կյանքի բազում փորձություններով անցավ, հաղթանակած նայեց աշխարհին, չչարացավ, չկոտրվեց։ Մեխակ Ավետիսյանի մեկնարկյա կենսագրությունը երբակի բազմաթիվ դրվագներով, թե պատերազմի դաշտում, թե խաղաղ և ստեղծագործ աշխատանքում։ 1940 թվականին զորակոչվել է մանակ, եղել է հրետանավոր, 1941-ից 1945 թվականում մարտունչել է գերմանական ֆաշիստների դեմ։ Ու հայրենի հողի կարճած մարդը հաղթանակի հասնելու համար հաստատ մեծ բանաստեղծի նման աչքի առաջ ունեցել է նա իրան դալար բազում պատկերը։ Ես երկիչ հրի սրի շահ չունեմ քո սիրուցը, քեզ նման կանաչ կյանքով, քեզ համար ելած մարդի, կմեռնեմ միայն թե դու դարերում ազատ խշաս, իմ հեռու նա իրան դալար բարդի։ Իր ապրած տարիների, ապրած ու վերապրած կացիների մասին, ով կարող է ավելի ստույգ խոսել,
իհարկե հենց ինքը, Մեխակ Ավետիսյանը։ Կնչենք խոսի նրա մանկավարժական գործունեության և հրատարակած գրքերի մասին։ Առաջ ես ուզում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ողջունեմ մեր հարգարժան տնօրեններին, չառանձնացնելով մեր ոչ մեկին, կոլեկտիվին, ինչպես նաև 186-րդ դպրոցի ամբողջ անձնակազմին աշակերտների հետ միասին, և իհարկե մեր մեծարգո պարոն Մեխակ Ավետիսյանին։ Մեզ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի կապակցությամբ ցանկանալով, որպեսզի այսուհետև մենք չտեսնենք պատերազմներ վերջի տարիներին, հատկապես վերջի տարիներին մենք շատ դժվարին իրավիճակներում հայտնվեցինք բոլորս, տեսանք շատ ցավ, միայն կցանկանամ, որ այսուհետև չտեսնենք գոնե տեսնելու դեպքում, այն պսակվի միայն և միայն հաղթանակով։
Շատ շնորհակալ ենք Տիկին Հովհաննիսյան այս գեղեցիկ միջոցառման, ինչպես նաև Տիկին Քոչարյան այս գեղեցիկ միջոցառման համար երեխեքան շատ շնորհակալություն, բոլորին շատ գեղեցիկ ելույթ ունեցան եւ բոլորիս կցանկանամ, որպեսզի միայն իրար տեսնեն ուրախ առիթներով։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ եւ ուզում եմ այսօր այդ մենք մեր հաղթանակները նշենք ոչ միայն նյութենական կամ մեկ այլ դաշնության հետ միասին, այլ մեր պետական անկախությունը որպես հիմք ընդունելով նշենք մեր պետության հաղթանակները եւ այդ հաղթանակները բերելու եք դուք, ու ձեր պարած Քոչարին դղրդացնելու է ամբողջ աշխարհի հողը, որ հիշեն, որ հայերը կերտել են մեծ հաղթանակներ ոչ միայն մեր Հայաստանում, մեծ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում մեծ հաղթանակներ մենք բերել ենք եւ այդ հաղթանակի պարտավորությունը մասամբ նաև ձեր վրա է, սիրելի երեխաներ, որ դուք կարողանաք ձեր ուսման մեջ այնքան հաջողություններ ձեռք բերեք, որ կարողանանք միասին կերտենք մեր ցանկացած ու երազած Հայաստանը, ապրենք մեր երազած Հայաստանում անկախ եւ հաղթանակած, միայն հաղթանակներ տեսնենք, եւ ուսման բնագավառում, եւ մեր պետականության կառուցման մեջ։ Այսքան Խոստացվում է Երևանի 186 հիմնական դպրոցի տնօրեն Տիկին Մարնե Քոչարյանին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ երրորդ անգամն է գալիս է մարզ, Գեղարքունիքի մարզ եւ բացի ջերմությունից ուրիշ ոչինչ մենք չենք տանում մեր հետ։ Ջերմ ընդունելություն, ջերմ մարդիկ, բարի մարդիկ։ Դպրոցը դա տանիքը չէ, դպրոցը դա պատերը չէ։ Դպրոցի ներկայությունը դպրոցի դա մանկավարժական կոլեկտիվն է եւ այս երեխաները։ Հիմա տեսեք, մենք ոչ մի անգամ միասին փորձ չէինք։ Ոչինչ չէր արվել, բայց ինքնին ինչքան գեղեցիկ բան ստացվեց եւ շատ քիչ համաձայնություններ էր եղել, ուղղակի որ կրկնություն չլիներ երկերի մեջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սարուխանի համար 3-րդ դպրոցի տնօրեն Տիկին Հովհաննիսյանից, ինչպես երեխաները արդեն ասացին, որ մենք 3 տարվա բարեկամություն ունենք եւ ես ուզում եմ ինչպես պարոն Ավետիսյանը ասաց, դարձեք քույր դպրոցներ, ես ուզում եմ, որ այսօր այդ այսպես ասած իր շուրթերով հնչած այդ ցանկությունը մենք հետագայում իրականություն դարձնենք։ Մենք այսպես այդ մասին չենք մտածել, հանդիպումներ, մենք որ մի միջոցառում ենք անում, ասում ենք բա մեր Սարուխանի ընկերներին չկանչենք, այդպես միշտ մտածել ենք ձեր մասին, բայց որ այսպես քույր դպրոցներ դառնան ու կարողանանք ավելի հետաքրքիր բաներ կազմակերպել միասին, իհարկե դա շատ գեղեցիկ է։ Ես որպեսզի ձեր համբերությունը չչարաշահեմ, ուզում եմ բոլորիս շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, իրոք ինչպես ասացին ինձանից առաջ մեր ընկերները, թող միայն մենք հաղթանակների ու բարի միջոցառումների շուրջ հավաքվենք։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Բերել ենք մի փոքրիկ հուշանվեր, դա գիրք է, որը գրադարանին ենք նվեր տալիս, շատ լավ հանրագիտարան է, ճիշտ է հիմա ամեն ինչ ինտերնետում եւ ամեն ինչ կա, այնտեղ գրքի մեջ գրված է այդ մասին, որ մենք նվիրում ենք ձեզ եւ ուզում եմ, որ դուք դա ընդունեք Տիկին Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյանի օրն է այսօր, հաղթանակի օրն է այսօր, դե վաղն է, բայց մենք այսօր ենք հանդիպել, մենք իրեն էլ ենք նվեր բերել, հա, ամենօրեն իրեն օրն է, եւ այդ նվերը շատ հետաքրքիր է, մենք իր գրած այսպես մի փոքրիկ բան ենք պատրաստել, դա այսպիսի, ոնց որ ասես, շրջանակ է, որտեղ իր գիրքն է, այս իր գիրքը, որ գրել է ինքը, այսը,
Այստեղ Սարուխանի տեսարժան վայրերն են եւ Նարեկն է, որ միշտ ձեզ առողջ պահի, ինչքան երկար ապրեք, այնքան մեր փառքը շատ լինի, որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում։ Եվ այստեղ փոքրիկ այսպես գրքուկ ենք սարքել, որտեղ մեր ցանկություններն է գրված 186-ից։ Այս սա մեր Պարոն Ավետիսյան։ Եվ իհարկե հայավարի վերել ենք ձեզ գինի, որ խմենք միայն կենացնենք։ Պարոն Ավետիսյան ջան, Մարնելա Քոչարյան, շնորհավորում եմ, նվեր եմ բերել ձեզ, հետո կնայեք կասեք։ Մենք նաև մասնակիցներին ենք նվեր բերել, ճիշտ է այսպեսի մի փոքրիկ այսօրվա առիթով մեր երեխաները հիմա առաջ կբաժանես Սարուխան դպրոցի երեխաները, հետո մեր երեխաների։ Ձեր կոլեկտիվից, շնորհակալություն այս գեղեցիկ երեխաներից իրենց գեղեցիկ հանդես գալու համար, շնորհակալություն բոլոր հյուրերին, որ ներկա գտնվեցիք մեզ այլ միջոցառմանը, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր դպրոցի կազմակերպչից, որը կարողացավ գեղեցիկ միջոցառում կազմակերպել եւ նաեւ մեր եւ 186 դպրոցին այսպես համախմբել մեկ տանիքով սա թող դառնա լավ ավանդույթ բոլորիս համար եւ ամեն անգամ միջոցառում որ կատարենք որը որ ասենց միասնական կլինի ավելի գեղեցիկ եւ ավելի ինձ թվում է հաճելի կլինի բոլորիս Եվ ամենակարևորը շնորհակալություն եմ հայտնում մեր հարգարժան ընկեր Ավետիսյանին, որ կարողացավ ներկա գտնվել այս միջոցառմանը եւ մեր իսկապես օրը տոն դարձնել։ Եվ ընկեր Ավետիսյան, մենք էլ ձեզ համար մի փոքր նվեր ենք պատրաստել, կոնյակ է, որի վրա նկարը իրաց։ Ահա, հիմա Ահա, հաղթանակի 80-ամյակի համար սիրով Մեխատ Ավետիսյանի Սարուխանի 3-րդ ինքնական դպրոցի կողմից։ Ես ուզում եմ ներկայացնել Սարուխանի համար 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բադալյան։ Ուզում եմ միանալ քիչ առաջ ընչած շնորհավորանքներին եւ շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ իշարժան մայիսյան տոների արդիվ, մաղթել ամբողջ աշխարհին խաղաղություն եւ ինչու՞ չէ առաջին հերթին մեր երկրին։ Սիրելի աշակերտներ, իսկապես ես հիացած եմ ձեր ներկայացմամբ, թե Սարուխանի 3-րդ դպրոցի եւ թե 186 դպրոցի սովորողների ներկայացմամբ, իսկապես Մուդոյանն էլ լավ շեշտեց, երգել է հնչեղությունը, իսկապես շատ հետաքրքիր էր։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն, լավ սովորեք, եղեք լավ մարդ, եղեք հայրենասեր, եղեք ուժեղ եւ սիրեք ու ճանաչեք մեր հայրենիքը, ինչպես մեծն Ռաֆին է ասել, եթե մարդ չի կարող ճանաչել իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն, ուրեմն սիրեք ու ճանաչեք մեր հայրենիքը, եղեք ուժեղ, եղեք հայրենասեր, քանզի ուժն է ծնում իրավունքը։ Շնորհավորում եմ ձեզ Եվ մաղթում ամենալավն ու բարին, ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել պարոն Ավետիսյանին, մենք մասնագիտական առումով գոլեգաներ ենք, ես ուղղակի մի դրվագ ուզում եմ ասել, ես նույնպես աշխարհագետ եմ, ընկեր Ավետիսյանը նույնպես ճիշտ է ինքը ինձ չի դասավանդել, բայց իմ քրոջն է դասավանդել, այդ քրոջը սերը փոխանցվել է ինձ եւ ես նույնպես շարունակել եմ այդ մասնագիտությունը եւ այսօր էլ շատ հիացած եմ ու շարունակում եմ ընկեր Ավետիսյանի գործը մեր դպրոցում
մի դրվագ էլ ասեմ, ես Սարուխանցի եմ, բայց ապրում եմ ուրիշ գյուղում, Գեղարքունիքում, այնտեղ էի տնօրեն, նորից վերադարձել եմ իմ հայրենի ակունքները, իմ սովորած դպրոցում տնօրեն եմ եւ շարունակում եմ մանկավարժի բարդ ու դժվարի միևնույն ժամանակ հայրենասեր ու ազնվեր գործը եւ բազում սերունդներ կրթենք, դաստիարակենք ու կյանք ուղարկենք։ Շնորհակալություն ձեզ, Տիկին Ղուկարյան։ Եվ ինչպես պարոն Ավետիսյանն ասեց, կդառնանք քույր դպրոցներ եւ մեր այս հանդիպումը ծանոթությունը թող լինի հարատև։ Շնորհակալություն։ Հարգելի իմ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ եւ մարզպետարանից, քաղաքապետարանից եկած իմ նավիկներ, ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ մասին լավագույն խոսքեր ասելու համար, շատ ասվեց, շնորհակալություն, երեխաներ, շնորհակալ եմ ձեզ ստեղծագործական աշխատանքի համար, ստեղծագործող կոլեկտիվների ղեկավարներին ցանկանում եմ առողջություն եւ բոլորի տարողջություն երկար տարիներ։ Կոլեկտիվների ղեկավարներին Տիկին Մարինե Քոչարյան, ես զգացված եմ, այդ օրվանից, որ ոտքս դրեցի ձեր դպրոցի հիշեմին։ Շնորհակալություն, եւ այդ դպրոցում իմ ընտրության համար, եւ թատրոնի դահլիճում Նորբայրետ քաղաքի իմ համար ասելու խոսք ասելու համար, եւ այսօրվա խոսք ասելու համար։ Ձեզ առողջություն, կոլեկտիվին առողջություն, քաջառողջություն, երկար տարիներ կյանք։ Համար մեկ դպրոցի տնօրեն Ինտեր Բուդոյան։ Դու իմ սիրելի աշակերտ ես եղել, սիրելի մնում ես, իմ սիրելի աշակերտը։ Ձեզ առողջություն, երկար տարիներ կյանք։ Գայանե ջան, Վայր ջան, ես ասեցի, որ սերնդակից իմ արյունից կակեցվում։ Առող լինես, բալես, ապրես, քո ճանապարհը երկար եղավ, պատտվեցին և չէի կարել դպրոցը, որտեղ պիտի շնասնես, առողջություն քեզ երկար տարիներ։ Իմ Սուսան Հովհաննիսյան, կոլեկտիվի ցանկանում աշխարհի բարիքը և բոլորիդ։ Իմացեք, որ երբ մենքով ես հեռանում եմ, տեսնում եմ, որ բոլոր կոլեկտիվները ստեղծվել են այս 100 տարվա ընթացքում, նրանց բոլորն են եղել են իմ աշակերտները, իմ աշակերտների ծնողները, այդ կերպ ասած սիրով եմ մոտեցել արդեն։ Այնքան ուրախ եմ այսօրվա համար, մեր միջոցառումները, մեկ քիչ շատ յանձների մասին խոսեցի, ես պարտավոր եմ եղել կատարել այն, ինչ որ իմ հայրենի ժողովուրդը ցանկացել է։ Բայց բաներ կան, որոնք անմոռանալի են մնուց մոտ։ Այսօրվա գեղեցիկ օրը 176-րդ դպրոցում եղած գեղեցիկ օրը եւ ամբողջ օրերը երբեք չեն մոռացվի։ Ես էլ չնեմ, այստեղ եղած բոլորը կհիշեն այս գեղեցիկ օրերը։ Ձեզ բոլորի տարողջություն, երկար տարիներ կյանք, իմ սարուխանցիներ, իմ երևանցիներ, իմ հայեր։ Իմացեք, որ այդքան գովեստի խոսքերը շատ էին, բայց իմ ցավը մի քիչ դժվար է ասել։ Դժվարանում եմ, երբ հիշում եմ, որ Սարուխաններ Հայաստաններ գործրեց զգալի քանակությամբ հայրական պատրաստում։ Դժվարանում եմ, երբ հիշում եմ, որ մի քանի հազար զոհ գնաց Արցախյան պատրաստելու։ Այդ իմ թորներն էին, իմ զավակները հանգիստ դրանց փառքը հավերժ կմնա իշորջան մեջ, հայ ժողովրդի իշորջան մեջ։ Սիրելի հայրենակիցներ, այս
բոլորից են շրջանային կազմակերպություններից, մարզպետարանից, եկողներից, բոլորից ողջունում եմ ցանկանում եւ ցանկանում եմ աշխատանքում հաջողություն, սեր, բարեկամություն։